Ես քեզ ասել եմ, չէ՞, կոտրել։ Ապա բայց մի րոպե, այդ ավտոյի վրա։ Անգեր, բայց մի հատ հարց տա, մի րոպե, բայց հարց տամ, այդ մանկապարտեզը բարի չեմ դու եթե չես գցում, իմաստը ո՞րն է։ Հեսա մանկապարտեզի հեղինակը, հեսա նստած, հես։ Ախպեր, եթե դու ունես թիվ, խի չես գցում ախպեր։ բա քոնը ինչքան է ամենաարագը։ Հակակշենք բարդ է։ Հիմա բազարը գիտես ինչու՞ն ասում է, ես թիվ ունեմ, բայց չեմ գցում։ Ախպեր, ես պալիբով ինչ կապ ունի այդ թվի հետ, բայց թիվը գցի էլի քշում եմ, խոչեմ ասելու չէ։ 100-200 չի ուզում գցեի, գցեցի ամենաարագը ցույց տվեցի։ Տաղավարի, ամենաարագը։ Հա 0.07 վայրկյանում արագ դես։ Հանում ցույց տամ ախպեր, 100-200 գնացել ես, հիմա պարզ ասա։ 4.39 Գնացել ես ախպեր 4.39, ես գցել եմ 4.32, մի հատ 0-ից 100 եմ ասում, գցել ես 4.50, գցել եմ 4.4, Ինչ 0, 100 2.50 գցել ես, 2.44 չեմ գցել 0.6 վայրկա հարց չկա Հա ախպեր մի րոպե արագ է Հենց կոնկրետ փորձել ես, որ արագ Չէ, ընկեր, էլի ունեմ այսպես Ախպեր, մի րոպե հոп, մի րոպե, թիվ ցույց տուր, մի րոպե, արա, չէ, իս մի հատ հարց կարամ, տա մի հատ զայս դունես, որտեղ ունես 2.42 ու 2.4, բայց իսկ 100-200-ը դրանից հետո ինչ ա եղել։ Կվոտեր, որ սենց լրիվ նույնը, լիվ ոնց գցել։ Ախպեր, հիմա հարց եմ տալի, արագ չէ։ Ինգեր ոնց ասա։ Դե որ ասում ես, չէ, ախպեր։ Հոպ, մի րոպե, ամենակարևորը գիտես որ անցած տարի դրագը որ անցկացվել է, ով առաջ տեղը գնալ։ Ախպերս էսի ոստիկանությունում աշխատում աղը չեմ այսօր նորմալ։ Ուպ, ես եմ ինչ պոլիս։ 4.61 Այսի, այս սրանից հետո արդեն 440 Այս սրանք սաղ ստաբիլ 100-200 Գիտես ինչ եղանակի ու ինչ բարձուցա Քելիշն ենք հենցումից 0 բան, 402 մետր չափ Արի չափ ենք, քշենք Այս եղանակին չեք Այն բա է Քշվում է, մեր ավտոն չի քշվում ախպեր Այս եղանակին Ասենք Սրան վրա հատուկ ա։ Ապա լավ քելեք մի քանի օրվա մեջ շուտ ակմակ գցենք տակ Ախպեր հա քելեք քշենք տաղավարի, ռոլ քշենք, լավ Ես բազարը Դե գցեք ես պատրաստ եմ, խաբար արեք Հաբե, գցեք ես պատրաստ եմ, խաբար արեք Հիմա չես գցում քո լավագույն կվոտերը Արագ էմերը։ Ասես մարդը չունեմ, ես սա գազի դեպել թողել Աշխարհի ամենաարագ երկու հայկական էմերը։ Աշխարհի ամենաարագ Հապե չէ դու կատակով ես վերաբերում, բայց եթե այս ավտոները դուրս ելնեն, լուրջ թվեր ցույց կտան, տես մի նայ Ա только за։ Չէ ես քեզ Ինձ կանչի Դուբայ գամ նկարեմ։ Չէ, ախպեր Դուբայ գնացող չկա Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ եւ դուք դիտում եք առանց սահման հաղորդման հերթական թողարկումը։ Մենք TTH Performance-ում ենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ընկերություններին, ում շնորհիվ առանց սահման հաղորդումը հնարավոր է դառնում։ Շնորհակալություն ենք հայտնում Lit Energy-ին։ Էներգիա առանց սահմանների։ Շնորհակալություն ենք հայտնում Nakoil ընկերությանը իր մոդուլ ապրանքանիշով։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավոր Գալֆին, ով Հայաստանը ներկրում միայն որակյալ վառելիք։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Garmin-ին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր TTH Performance-ին։ Իմիջայլոց, եթե դեռ չեք կռահել իմ ետևում կանգնած մեքենաներից, մենք այսօր խոսելու ենք մեքենաների մասին։ Իսկ եթե ավելի կոնկրետ, վերջերս շատ շահարկված stage անել, չանել, որն է լավ, որն է վատ, որտեղ են անում, որտեղ չեն անում թեմայի մասին, բայց դրա մասին կխոսեն ավելի կոմպետենտ մարդիկ։ Ավելի մասնագիտական լեզվով խոսելու համար այստեղ կհրավիրեմ TTH Performance-ի Հարութին։ Հարութ ջան, Ողջույն Դավիթ ջան ողջույն։ Հարութ ջան, ինչի մասին եք այսօր զրուցելու։ Դավիթ ջան, ուրեմն մի քանի բան կա ինչի մասին խոսալու ենք։ Առաջինը պետքա խոսանք, մենք միշտ նկարել ենք ավտոտյունինգ, ավտոսպորտ, բայց այս տարի չգիտեմ ինչքանով գիտես, բացվել է ABC Buggy Club-ը ու այս տարի շատ ավելի պահանջված է դարել էքստրեմալ տեխնիկան, այս տարի 5 անգամ մրցում պիտի անցկացվեն ու TTH-ը ոնց որ ճյուղավորվել է, նաև սկսել է անդրադառնալ
էքստրիմ տեխնիկայի chip tuning-ին մենք ունենալու ենք հյուր John-ը Polaris Armenia-ից, մեկ էլ ունենալու ենք նաև հյուր, որի հետ որ մենք զրուցելու ենք stage-ից, իրականում այդ stage թեման մի քիչ շատ է եղել, ուղղակի վերջերս շատ լիքը հարցեր կա, այն որ տենց լավա վատա վնասա լիքը մարդիկ ոչ մասնագիտորեն մոտիկանալուց ասում են, որ դա ինչ-որ վնաս է, տենց չի կարելի անել, վտանգավոր է, դրանից մեքենան փչանում է, մի քիչ ավելի խորացված, մի քիչ ավելի մասնագիտորեն, համ էլ կհետաքրքրվենք ոնց է սկսել իր սերը դեպի ավտոսպորտ, դա Կարենն է Մկրտչյանն, որը որ վարում է M4-ը, որի մասին խոսացել ենք, լիքը մարդիկ գիտեն։ Հեսա կցուցադրենք M4-ը։ Հա, հեսա կցուցադրենք։ Հիմնական ոնց որ այդ երկու թեման է լինելու, նաև տենց կխոսանք մեր վերջի պրոյեկտների մասին, ինչ ենք արել, թազա ինչ պլաններ ունենք այս տարվա հետ կապված։ Հա, առաջինը հյուրերից ում կանչենք։ Ինձ թվում է առաջինը John-ին կանչենք Polaris Armenia-ից։ Բարև ձեզ։ Բարև John ջան։ John ջան, ինձ շատ հետաքրքիր է, ոնց է քո մոտ սկսվել սերը դեպի այս ամեն ինչը, էլի, որովհետև սա շատ սպეციფიկ տեխնիկա է։ Մենք օրինակի համար իմ մոտ սկսվել է սենց ես առել եմ ավտո, որը որ սաղել, հա, տենց առնում են, սկսել եմ tuning անել։ Տեխնիկան շատ սպეციფიկ է ու իրականում այս վերջի երևի մի տարին, երկու տարին է, որ դառել է տենց ակտուալ, էլի, որովհետև մինչև այդ այս ինչքան տարի է ոնց որ սպորտի մեջ եմ, մինչև այդ տենց հաշված մարդիկ կային, բայց անցած անգամ որ եկա այդ տրենիրովեշնի գոնկի շատ տեխնիկա տեսա, շատ լիքը մարդ տեսա իրար ու շատ հետաքրքիր է ոնց է սկսել ու ոնց է զարգանում։ Ասեմ Հարութ ջան, ուրեմն ի սկզբանե որ գնացել եմ օֆրոդի, տեխնիկա չեմ ունեցել, ընկերոջս ոնց որ տեխնիկան ինքը մի քանի հատ ուներ, տենց խառը օգտագործում էինք ընկերներով։ Ինչ տեխնիկա էր, էլի, դա կվադրացիկլ էր Honda ֆիրմայի։ Ավտոմատ փոխանցման տուփով, որը հազվադեպ է պատում կվադրացիկլների մեջ, ասեմ։ Մի քանի տեխնիկաներ ուներ տարբեր ֆիրմաների, ոնց որ մի անգամ մեր ընկերներից մեկը հրավիրեց, ասեց, սենց ակումբ կա, Off-road Armenia է անունը, գնանք հետաքրքիր պալատկեքով, քշենք, չգիտեմ, այդ խարույկ վառենք, նստենք, մեզ հետաքրքրեց։ Խառը տեղերից վերցրեցինք պալատկա, այն մեկից սպալնիկ, ու տենց տեխնիկաներով գնացինք քշելու, դրանից հետո ոնց որ զգում ես որ քեզ հոգի հարազատ է, քեզ քննվում է։ Ոչ մի բան։ Մի քանի անգամ անկեղծ տենց եմ գնացել, ընկերոջս տեխնիկայով եմ գնացել, դրանից հետո ընկերոջս հետ գործով գնացինք արտերկիր Դուբայ, պատահական տենց սալոնում ոնց որ մի հատ Polaris էր կանգնած Lamborghini-ների հետ։ Այդ մի հատ բագին էր։ Մի քիչ օգտագործած։ Լավ հարմար գին տվեցին, առա ու բերեցի Հայաստան ու տենց սկսեցի քշել։ Կամած քշելով թիմը մեծացավ, տղերքը գալիս էին պռակատ կվադրիկներով ու բագիներով, հետո ամեն մեկը սկսեցին իրան ունենալ, կվադրիկները ծախեցին, սկսեցին բագիներ առնել ու տենց բագիները շատացավ։ Իսկ հետո արդեն դե բացեցինք Polaris Armenia սրահը, որը Պաշտոնական մենք ենք ներկայացնում Հայաստանում ու ավելի խորացված ամեն ինչը գնաց առաջ։ Լավ, մի հատ ճշտող հարց։ Polaris Armenia-ում մենակ բագիներ են ու կվադրացիկլներ։ Ձյունագնացներ նաև։ Ու ձյունագնաց, այսինքն էքստրիմի հետ կապված որսորդություն, կեմպինգ, այդ ամեն ինչ հետ կապված տեխնիկա։ Հա, հաճախորդը գալիս է, ասես կարճ ասեմ, հաճախորդը գալիս է, մենք իր հետ զրուցում ենք, հասկանում ենք, որն է իրան ավելի հոգեհարազատ, օրինակ չի ուզում շատ էքստրեմալ ինչ-որ մի բան, ասում է ես էլ չեմ սիրում, ուզում գնամ որս անեմ, կամ գնամ ձուկ բռնեմ, կամ չգիտեմ, դաչայում տանեմ, կանգնացնեմ, մենք իրան համապատասխան բան ենք առաջարկում։ Մարդասպանեմ, ուզում շուխուր չանի, հասկացա։ Կպատմես քո բագի մասին։ Իդեպ բան, սաղի մոտ հարց կառաջանա, խի այս բագին մեր մոտ։ Հա, ես ասեմ խի այս բագին ստեղ։ Մի հատ նախ եկենք այս բագին ցույց տանք, հետո ասենք ինչ բագի է սա ու ինչու է այստեղ։ Իմիջայլոց ովքեր սիրում են բագիներ Հայաստանում, կնկատեն, որ սա շատ քիչ հանդիպող տարբերակ է։ Հայաստանում ընդհանրապես երկու հատ կա, չէ՞, սրանից։ Սա մի տեղանոց ու որ մոդելն է սա։ Polaris RS1։ RS1, այսինքն 4 ականի։ RS մենակ էլի։
Ուրեմն ասեմ, խիաստեղ է տեխնիկան։ Մենք ունեցանք փորձնական տենց ընկերական մրցույթ կարելի ասել, նոր տրասում, որը որ դառնալու է հետո ավելի կատարելագործված։ Այդ ժամանակ մեր սիրելի Հարութը իր թիմի հետ ներկա էր ու նայում էր որպես դիտորդ։ Մեր հյուրն էր։ Վերջում որ վերջացրեցինք, եկան կանգնեցինք, սկսեցինք զրուցել, ինքն էլ իրան էլ հետաքրքրեց, այս բագին ոնց, այն բագին ոնց, ասեց արի բան անենք։ Կառաջարկեմ չիպ անենք, ճիշտն ասած, որ ասում են չէ կարծիքներ կա, լավ, վատ, կվնասի, չի վնասի, այդ հարցերը առաջացան, ես Հարութին այդ հարցերը տվեցի տեղում, ասեց չէ, մատորի ռեսուրսին չենք կպնում, այսինքն չենք վնասում, իրան մենակ օգուտ ենք տալիս, որը որ քեզ մրցման ժամանակ կամ ընդհանրապես քշելու ժամանակ լիքը առավելությունների կբերի։ Առավոտյան բերեցի բագին, մի քանի տարբեր ծրագրեր փոխելով, ոնց որ մոզգը տալիս էր, ասում էր դիր քշի, տես ոնց է։ Դուրս էի գալի քշում էի, գալիս էի, ասում էի սենց է։ Ուրիշ ծրագիր էր դնում։ Սենց է, մյուս ծրագիրը սենց է, ու այդ ամեն ինչից ինքը հավաքեց մի հատ ոսկե միջինը։ Ես անկեղծ չէի պատկերացնում, որ տենց ռեսկի ստարտ կունենամ, տենց կարագանամ ավելի, որը ռեսկի ստարտը ամենակարևորն է այս մրցման մեջ, որովհետև պավարոտներ են անընդհատ։ Այսինքն հնարավորությունը առաջ անցնելու, հանգիստ քշելու։ Առավելությունը Հարութ ջան, քեզնից շատ շնորհակալ եմ։ Մեծ գործ ես արել իմ տեխնիկայի վրա։ Հա, ավարտի մի քիչ։ Լսում եմ։ Հա, ինձ քանի որ մեքենաների տյունինգը հասկացա, չիպ տյունինգը, արդյոք էս էլ է մոտապես նույն ձև արվում, թե էս լրիվ ուրիշ աշխարհ է։ Չէ, պրինցիպը նույնն է, դաժե կարամ ասեմ ավելի հեշտ է, որտեվ ինքը ավելի պրիմիտիվ է, ինչ որ սպეციფიկ բաներ չկա էքստրեմ տեխնիկայի վրա։ Հիմնական սախ միտքը ինչու՞մն է, որ այս էքստրեմալ տեխնիկայի վրա կան ինչ որ ագրանիչենյաներ, այսինքն ինչի հաշվին է, որ այս տեխնիկան սկսել է ավելի շուտ արագանալ, ավելի ռեզվի լինել, մենք զուտ ընդհանուր առմամբ օպտիմիզացրել ենք իր աշխատանքը, պեդալի բանը, արձագանքը, որի հաշվին այս մարդը քշելուց ավելի, ոնց ասեմ, տեխնիկան ոնց որ քո ձեռքերում լինի արդեն, որ դու պեդալը սխմես, դու արդեն գիտես, որ հիմա կգնա։ Քանզի որ այս տեխնիկան ատոմոյ է, այսինքն որեն ոչ կա կոմպրեսոր, ոչ կա տուրբին, մենք հնարավորություն չունենք մեծ տարբերություն ստանանք, հա, ճնշումը բարձրացնելու հաշվին։ Միտքը այս ամեն ինչը կոպիտ ասած ավելի շուտ արձագանքող, հա, այսինքն որ դու պավառոտ ես մտնում, այդ քո գազ սխմելը ու իր արձագանքելը արագ լինի, պլյուս հնարավորություն է այս տեխնիկայի մեջ լցնել սուպեր ու պլյուս։ Այդպես նրբություններ էլ կան փաստորեն։ Այս պահին, որ փորձնական քշել եմ ասֆալտի վրա, 2-3 անգամ գնացել եմ եկել եմ, զուտ տարբերությունը հասկանալու համար, բենզին եղել է սովորական պրեմիում, դե Հարութը ասում է սուպերով էֆեկտը կփոխվի ավելի։ Իսկ ինքը stage 1 արած, այսինքն ծրագրային ամենակ թե մասել է փոխվել։ Չէ, դե այս մեքենան այս տեխնիկան արդեն ինչ-որ ձևափոխություններով եկել է, որտեվ տենց երևում է, որ VXLP եկել ներածման համակարգը փոխած է, բայց գլոբալ այն տեխնիկայի վրա, որը որ ատոմոյ է, այսինքն առանց տուրբո, առանց կոմպրեսոր, առանց որևիցե ճնշում, ինքը stage 1 է, հա, այդ էլ տենց կանադառնանք մեր հաղորդման մյուս կեսին, ինչա stage 1-ը, stage 2-ը, բայց կոնկրետ այս տեխնիկան արած է stage 1։ Նենց որ եթե դուք ունեք բագի ու ուզում եք իրան հզորացնել, տյունինգ անել, արդեն TTH performance-ը դրանց միանշանակ ես խորհուրդ եմ տալիս։ Խոսքը նաև կվադրացիկլներին ու ձյունագնացներին էլա վերաբերվում։ Հա, ամեն ինչի հետ է, դե իրականում կապ չունի մոտորը ինչին է կպած, ինքը stage արվում է։ Լյուբոյ բան, ինչը որ ունի շարժիչ, չէ, լյուբոյ բան ինչ որ ունի շարժիչ ու ունի ինչ ծրագրավորելու, այսինքն կապ չունի, օրինակ լիքը բագի կա, որ դաժե փոխանցման տուփը կարելի է ավելի արագացնել, կարելի է ծրագրավորել, ոնց որ նաև մեքենաներին է։ Դե անցած գոնքին որ եկել էր, մի հատ էս տեխնիկա փչացրեցի, միկրոֆոն քշեցի, փչացավ։ Ես հիշում եմ այդ բանը։ Շատ սաղած բրթում էինք։ Խոսանք դրանից, թե որտեղից է սկսել որտեղից է առաջացել այդ միտքը,
որ կարելի է զբաղվել այս տեխնիկայի chip tuning-ով, քանզի որ շեշտեցի, որ սկսելու է ազգային մրցաշավ բագիների, այս տարի 5 անգամ պետք է լինի գոնկա, բնականաբար սաղ քշողները դե նես չի, որ տեխնիկան շատ մեծ վարիացիաներ ունի, ավտոյի պես տենց BMW, Mercedes ու տենց շատ, հա, մի քանի մոդել կա, բնականաբար ամեն մեկը ուզենալու է իր բագին ավելի հզոր լինի, ավելի լավ քշվի ու այսինքն դրա տյունինգի պահանջը բնականաբար բարձրանալու է, աճելու է, արդեն կտենանք ոնց է այդ ամեն ինչը, ոնց է այս տեխնիկան դիմանալու է այդ գոնկեքին, որտեվ դա բավականին ռեսուրս է տարա, որտեվ տեխնիկան ենթարկում ենք նագրուսկի, օրինակ որ մենք դրեգի ենք գնում, մեքենան տենց մի 10-15 վայրկյան սիվոլիչ գազ է տալիս, իսկ այստեղ այս տեխնիկան պոլի նագրուսկի տակա, դրա համար շատ հետաքրքիր է լինելու ինձ թվում է, գալու ենք նայենք անպայման։ Ընթացային մասերի հետ կապված, արդյոք իրենց համար կան տյունինգային ավելի հզորացնող, ավելի ամուր դարձնող ընթացային մասեր ու հնարավոր է դրանք այստեղ փոխել, թե Polaris-ում է փոխվում, ոնց է դա արվում։ Polaris-ում միանշանակ սերվիզում կարող ենք փոփոխել, վերանորոգել, ամեն ինչ անել, սպասարկել։ Ինքը սենց ասեմ, ինքը Lego է։ Ավելի միշտ կա, թանկ որակով, առանց սահման Lego է։ Առանց սահման Lego է։ Դու էլ ինչ լինի կասես առանց սահման։ Դե հասնել չենք մոռանում։ Հա, հետ։ Բայց օրինակ այստեղ կարող են փոխել այդ ընթացային մասը, թե նեղ մասնագիտական ամեն ինչ։ Ինձ թվում է մի քիչ նեղ մասնագիտական։ Ու կարող են դա գալ ձեզ մոտ Polaris Armenia-ին առանց խնդիր։ Մեր մոտ միայն ծրագրային հատված։ Ուրեմն գնում եք Polaris Armenia, գնում եք, մասերը ինչը պետքա փոխում եք ու գալիս եք այստեղ tuning եք անում, chip tuning եք անում, որպեսզի ինքը մաքսիմալ օպտիմալ ամեն ինչ ռեսուրսը օգտագործի։ Ավելի եւ ավելի մեծ հաճույք ստանաս տեխնիկայից։ Ինչ ես ասում, չանցնենք մյուս բուն թեմային, այդ ամենակարևոր։ Անցնենք, առաջարկում եմ մեր մյուս հյուրին հրավիրենք ու խոսենք իր մեքենայի մասին, նաեւ մի քիչ ավելի խորանանք մեքենաների stage-ի թեմայի Դավայ։ Այստեղ ենք հրավիրում մեր ընկեր, նաեւ հայտնի մեքենայի վարորդ, շտուրման Կարեն Մկրտչյանին։ Կարեն ջան, համեցի։ Բարև ձեզ։ Համեցեք։ Բարև։ Ուրախ եմ հրավերի համար։ Ուզում եմ ողջունել մամային, պապային։ Ֆիքսենք ես բա, կան որ ես մաքսիմալ 3-ից ոչ կոմպետենտ մարդն եմ, հիմա խոսքը կփոխանցեմ Հարութին, Կարեն ջան, կխնդրեմ այդպես պասերով պատասխանել։ Նա քո մեքենայի մասին մի քիչ պատմես, հետո խորանանք ինչա stage-ը ու մի քիչ ավելի մանրամասնենք։ Սաղ մասնագիտորեն հարցերը կտանք։ Առաջինը դե Կարլ ջան, դե ջրիկ մարդ կա մեր նկարահանում։ Արա ես տոնուսի մեջ եմ պահում։ Քանզի որ երկար վաղտա ճանաչում ենք իրար, առաջի հարցը սենց է, ոնց է սկսել ես ամեն ինչը քո սերը դեպի սպորտը, ավտոներ, արագ ավտոներ, ոնց ես вообще խորացել երկար վաղտա, դե գիտենք տարբեր ավտոներ փոխելա ու տենց լիքը իրար հետ տենց քշել ենք, ավտո ենք սարքել, դրա համար հետաքրքիր պատմություն է շատ էլի։ Սկսեց այդ տարիներ առաջ, երբ որ մոտավորապես 16-17 թիվներ, երբ որ մոտո էի քշում այն ժամանակ, ու գալիս ենք մոտոներով ձեր ավտոների գոնկեքին, մրցումներին, ու այդտեղ հետաքրքրությունը սկսեց ավտոների մասով, որ խիչ է ավտո փորձեմ, մի հատ հասկանամ ես ինչ է իրանից ներկայացնում, որտեղ միշտ գալիս ենք մոտոներով, կանգնում ենք ավտոների մոտ, քշում ենք ու կարելի ասել մենակ մոտոներն ենք տենում այդ արագություն, այդ ամեն ինչը դրայվը ավտոների մասով չենք զգում, չենք պատկերացնում։ Եթե չեմ սխալվում, առաջի ավտո 92 էր, չէ՞։ Հա, հենց այդ ամեն ինչից հետո առաջի տուրբո շարժիչով ավտոս 92 էր, որի վրա սկսեց այս երկար տարիների պատմությունը իմ, stage ասվածը, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև է այդ stage գաղափարը։ Հիմա ավելի մանրակրկիտ իմ պատկերացումով, իմ փորձով կփորձեմ կիսվել ինչ է ինքը իրանից ներկայացնում ու ինչ է ընդհանրապես ինքը ավտոսպորտի մեջ։ Երբ որ ունեի արդեն 92-ը, այդ BMW մոդելն է E92 տուրբո շարժիչով 3 լիտրանոց, ուսումնասիրելով ամբողջ աշխարհում ավտոսպորտը ինչ ձև է զարգանում,
ինչ գործոներապետ տեղ ու ամենակարևոր դերը ավտոսպորտի մեջ ինչն է, իմ փորձով, իմ համոզմունքով ես եկա այն նրան, որ ավտոսպորտի ամենամեծ գործիքը դա ճակերտավոր stage ասված ծրագրավորումն է։ Настройкեն։ Այսինքն դրանից Կարգավորումն է։ Հա, իհարկե, ավտոսպորտի մեջ ամենակարևոր գործիքը դա մեքենայի կարգավորումն է, ու դետալային, ծրագրային տարբեր փուլեր է։ Իսկ stage ասված ինքը հենց փուլային աշխատանքներ է։ Իսկ ցանկացած մեքենա գործարանային, հենց գործարանից դուրս է գալի, ինքը ունի տոկոսային հարաբերություններով սահմանաչափեր, այսինքն զապաս, սենց ասեն։ Նու այդ 5-ից մոտավորապես մինչև 40% դու պոտենցիալ ունես ըստ մեքենաների։ Իմ մեքենայի դեպքում ես կարայի գործարանային մեքենայի շարժիչը մինչև մաքսիմում 30% առանց որևէ հավելումների, այնտեղ մասերի փոխելու եւ այլն կարող է, այսինքն շարժիչը չհզորացնել, բայց գործարանային հիմքի վրա ամեն։ Գործարանային հիմքի վրա ուղղակի ավելացնել մասեր, տուրբին եւ այլն ու ստանալ ավելի հզոր ուժ։ Ու այդ ինձ ավելի շատ փորձ տվեց, որ տարիներ շարունակ սկսեցի դրա վրա աշխատել։ Դու անձամբ ուսումնասիրում անում ես, թե ինչ որ մեկի օգնությամբ։ Անձամբ ուսումնասիրում եմ, անձամբ ջարդում եմ, անձամբ չացնում եմ, անձամբ ամեն ինչ անում եմ ու հասկանում եմ այդ ամեն ինչը։ Իսկ ինչ վերաբերվում է այն մեքենաների պոտենցիալին, դու ունես մոտավորապես մեքենայի գրեթե մինչև 40%-ը պոտենցիալ, որ կարաս օգտագործես, բայց մենակ ճիշտ օգտագործես դա, այսինքն չվերցնես, ասենք ճակերտավոր ասած, որ բոլորը քննարկում են բենզինի, լավ որակը, Հայաստանի օդի ճնշումը, բարձրությունը, հա, այդ ամեն ինչը ազդում է, բայց ոչ մեքենայի կյանքի վրա, ազդում է քո հզորությունը ռեալիզացնելու վրա։ Այսինքն եթե դու ճիշտ կիրառում ես այդ ամեն ինչը, ճիշտ օգտագործում ես, քո մեքենայի կյանքը չես կարճացնում դրանով, այլ պոտենցիալը ինչ դու ստացել ես Հայաստանի պայմաններում քիչ ես օգտագործում։ Այսինքն եթե դու պայմանական վերցնենք 0-ից 100-ը գնում ես 3.5 վայրկյան, եթե ծովի մակարդակից վերցնենք դա, ասենք 0 մետր կամ 1 մետր հավասար, ավելի արագ կգնաս, քան Հայաստանում։ Այսինքն քո ուժը, որը որ մեքենայի շարժիչից ստանում ես, լիարժեք այդ արդյունքը չես ստանում Հայաստանում։ Այսինքն միակ վնասը, այն ճակերտավոր ասված, դա է, բայց դա վնաս չի, եթե դու ավտոսպորտի մեջ ես սեր ունես այդ ամեն ինչի հետ, դա նորմալ երևույթ է, որովհետև դու ունես լիքը մրցակիցներ, լիքը հետաքրքրություն ունես ավտոյի հետ կապված։ Ինձ մի հատ հարց է տանջում։ Հիմա օրինակ իմ մեքենան, չգիտեմ, 200 դիաուժ է, իր գործարանայինով, stage եմ անում, ինքը 30% հզորանում է։ Արդյոք օրինակ իմ արգելակները նախատեսված են այդ գործարանային ոնց որ stage մեքենայի համար։ Ասեմ, հիմա տեսեք, եթե գործարանը արտադրում է մեքենա, կարևոր չի դա ինչ մոդելի մեքենա է, ինքը միշտ թողում է զապաս, սենց ռուսերեն ասեմ, զապաս, ինչի համար, որտեվ գործարանը, երբ որ մեքենան արտադրում է, ինքը չգիտի տվյալ մեքենայի վարորդը ինչ ձև է այդ մեքենայի հետ վարվելու, այսինքն ինքը մաքսիմալին չի հասնում այդ մեքենան տալիս վարորդին կամ հաճախորդին, ինչի համար, որտեվ կարա ինքը գնա ուղղակի 50,000 կիլոմետր քշի ու յուղը չփոխի, սենց պայմանական ասեմ 50,000 ու մոտորը շարքից դուրս գա։ Դրա համար եթե դու լիարժեք պոտենցիալով օգտագործես ու այդքան երկար քշես, միանշանակ ավելի շուտ կվնասես։ Իմ փորձից ասեմ, ես իմ բոլոր մեքենաները առանց խտրականության բոլորը մաքսիմալի ես ստացել եմ stage ասվածը, մաքսիմալի, փուլ, թե սարքավորումներ փոխելով, թե ծրագրային ապահովումով մաքսիմալ ստացել եմ ու տարիներ շարունակ նույն այդ E92-ս ես երբ որ արդեն հասա մի փուլի, որ պետք է ավելի մեծ տուրբո տեղադրեի վրան, ավելի շատ օդ արտադրեի, ավելի շատ հզորություն ստանայի, այդ տուրբինով այդ մեքենան ես շարագործել եմ 50,000 կիլոմետր։ Այնքան եմ շարագործել, որ տուրբինն է շարքից դուրս եկել, ինքը բավականին լուրջ բրենդային տուրբին է եղել,
հարութը շատ լավ գիտի այդ պատմությունը, ինչքան երկար ճանապարհ անցավ, ու այդ մեքենան մինչև այսօր էլ շահագործում են, ճիշտ է, Հայաստանում չի, բայց շահագործում են։ Այսինքն որևէ խնդիր չեմ ունեցել, դա եկել է արդեն թե իմ մոտեցումից, թե իմ կարգավորումներից, բայց ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Այսինքն ես ժամանակին, եթե բոլորը, ասենց ասած, կարդում են, օրինակ, մեքենայի շարժիչ յուղը փոխվում է 8000 կիլոմետրը մեկ, ես փոխել եմ 3000 կիլոմետրը մեկ յուղը, օրինակ ասեմ։ Եթե վառելիքի մասին է խոսքը գնացել, որ Հայաստանում լավ վառելիք չկա կամ որակով չի, դա իմ համար այդքան էլ չափանիշ չի, որովհետև ես մի քիչ այլ օկտանային միջոցներ եմ ոնց որ ստեղծեի մեքենայի վառելիքի մասով, բայց ամենօրյա քշելու հետ կապված ես որևէ վառելիքի խնդիր երբևէ չեմ ունեցել Հայաստանում։ Դա հիմնական իմ կարծիքն եմ ասում, հիմնական խնդիրները մեքենաների այդ վնասելու հետ կապված, դա գալիս ամենամեծ խնդիրը ճիշտ չշահագործելը։ Այսինքն փորձի պակասը ստացվում է։ Այդ չի ասի փորձի պակասը, եթե փորձի պակաս ունենան, իրանք չեն գնա այն քայլին, որ stage-ան։ Առաջին հերթին stage անողը պետքա գիտակցի ինչ է ուզում ինքը մեքենայից։ Պետքա հասկանա ինքը ինչի է պատրաստ։ Այսինքն այդ մեքենայի էմոցիաները, ադրենալին, այդ հզորությունը, երբ որ ինքը սկսում է ղեկին զգալ, դա պետքա ինքը գիտակցի, որ ամեն վայրկյան մի հատ սխալ քայլ դու դրանից ուղղակի կզրկվես, պայմանական կզրկվես, բայց այսքան ժամանակ ես տես լուրջ ինչ-որ խնդիրների առաջ չեմ կանգնել, սենց ուղիղ ասեմ, իմ մեքենայի բենզինը, օրինակ, որտեղ վերջացել է, ամենամոտիկ լցակայինից ես բենզին եմ լցրել ու օգտագործել։ Ռեգուլյար, պրեմիում, սուպեր։ Չէ, միանշանակ դա կապ ուներ, քանի որ նոր սերնդի շարժիչները ավելի շատ 95 օկտանային ցուցիչներով է նախատեսված։ Այսինքն դու չես կարա այդ պահին 92 կարաս իրականում, բայց քո ոնց որ ռեսուրս այդ ամեն ինչը իջնում է ու դա էլ կախված է արդեն մեքենայի ծրագրային ապահովման հետ կապված, թե դու ինչ ձևի ծրագրային ապահովում ես իրան տրամադրում, այսինքն սենց ասեմ stage 1, 2, 3 դա տարբեր մեծ գլոբալ հասկացողություն է։ Ուղղակի բոլորի մոտ տպավորված է stage 1 2-3 կամ stage անել, դա այդքան էլ տենց չի, եթե խորանում ես այդ ամեն ինչի տակ, լրիվ ուրիշ պատկերացումներ են, լրիվ ուրիշ Իդեպ մի հատ հետաքրքիր բան է եղել, այդ որ խոսում ասում stage 1, stage 2, կոնկրետ 3 այդ հարցը եղել։ Սենց հաճախորդ եկավ, ասում դե stage 1 եմ ուզում, ասեմ, օքեյ, սարքեմ բաման, ասում դե դի շուտ չի, ասեմ դե չէ, պետք է սարքեմ ծրագիրը ու իր մոտ ինքը ինֆորմացված չի այդ թեմայից ու ինքը գիտի որ stage 1-ը դա ինչ որ մի հատ գլոբալ ծրագիր է, այսինքն ոչ թե ինքը կարա տարբեր տեսակի լինի, ասենց մի հատ stage 1-ը, որը որ Windows-ի պես գցեցիր, պետք է ասացիր, չէ։ Կարանի ասած այնա, որ այդ նույն stage 1-ը տարբեր այդ ծրագրերը գրվում են, այսինքն ամեն մի ծուներ իր մոտեցում ունի ծրագիր սարքելու։ Ինդիվիդուալ է, այսինքն չի կարող ես որ ծրագիր եմ անում, տենց ըլնում են մեքենաներ, որը արդեն իսկ ծրագրավորված գալիս են, որ ծրագիրը կարդում եմ, տեսնում եմ, որ օրինակ այս ծրագրավորողը մի քիչ ուրիշ ճանապարհով է գնացել այդ արդյունքը ստանալու համար, ես ուրիշ ճանապարհով եմ գնում։ Այսինքն ինչով է հիմնավորվում այն փաստը, որ stage անելը վտանգավոր չի, վնասատար չի, չգիտեմ, դա հիմնականում չի իմանալուց է, այսինքն չեն մարդիկ չեն խորանում այդ հարցի մեջ, հա, երկրորդը ամենակարևոր բանը, երբ որ ես, Կարենը եւ ուրիշ մարդիկ, երբ որ իրանց մեքենաները ծրագրավորում ենք, մենք բնականաբար հաշվի ենք առնում, որ մեր բենզինի որակը, չգիտեմ, օրինակ 95 է, ու մենք այդ դրա վրա հիմնվելով մեր մեքենաները հզորացնում ենք։ Օրինակ, չգիտեմ, Եվրոպայում կա սովորական 100 կալոնքից կարաս մտես 102 բենզին։ Այդ այն աերո բենզինն է համարում։ Չէ, պրոստը 102 բենզինն է, ինքը շատ բարձր օկտան ունի ու կոպիտ ասած նույն մեր սարքած ավտոից, եթե մենք ստանում ենք 1000 դիաուժ, այդ բենզինով կարող ստանանք 1200 դիաուժ։ Կարճան, քանի մեքենա ես ունեցել, որ tuning ես արել ու հասցրել ես այդ մաքսիմում։ Այս M4-ից առաջ ունեցել եմ 4 մեքենա, տարբեր կատեգորիաների, բայց բոլորը BMW մոդելի են եղել, բոլորը։ Ու բոլորը տուրբո շարժիչներ են եղել։
ու տարբեր մեքենաների հետ տարբեր ոնց ասեմ փոփոխություններ եմ արել, ամեն մեկին ինդիվիդուալ, նույնը ոնց որ հիմա Հարութն է զբաղվում տյունինգով, բոլոր մեքենաներին ես վստահ եմ ինդիվիդուալ մոտեցում ես ցույց տալի ցանկացածին, եթե դու ինդիվիդուալ չես մոտենում, այսինքն պատրաստի ինչ որ բան վերցնես նույն մեքենայի վրա, միանշանակ այդ մեքենան երկար կյանք չի ունենա, սկսած stage-ից, որը որ ընդունված է աշխարհում, որ մեկը մեկից վերցնի տեղադրի մեքենաների վրա ու հիմնական նման մեքենաներն են շարքից շուտ դուրս գալի։ Ինչի համար է դա, օրինակ, եթե շարժիչ ես դու վերանորոգում, իմ փորձից ասեմ, եղել է շատ դեպքեր, որ ես շարժիչ եմ վնասել, հետո շարժիչը վերանորոգել եմ, նորից նույն stage ասվածը, նույն հզորությունը կիրառել եմ այդ շարժիչի վրա ու նորից երկար ժամանակ շահագործել եմ այդ մեքենան ու որևէ խնդիր չեմ ունեցել։ Հիմա ես ունեմ Հարութ ջան, քեզ հարց, որպես ավտոսֆերայի մեջ շատ մեքենաների հետ ես առնչվել։ Հիմնական խնդիրները քո հաճախորդների հետ կապված որտեղից է առաջ գալի։ Առաջինը նրանից, որ հավեսները փախտումա բագի եք սկսում առնել էդի քշել։ Այս լիդ էներգին է մեզ։ Ահա։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորին շնորհակալություն ենք հայտնում։ Էներգիա առանց սահմաններ։ Եկեք 3 հաշվին, 1, 2, 3։ Ահա։ Անվտանգ երթևեկության համար։ Նայ, Կարլ ջան, իրականում հարցը հետաքրքիր է, որովհետև մեր մոտ շատ է լինում տենց անհասկանալի հարցեր։ Ամենակարևոր հարցը, որ ասում եմ ախպեր, բայց էդի վնաս չի գոնե stage 1 անենք ու այն մարդիկ են ասում, որ կատալիզատորը հանած է, էլի, որ տենց անվնաս կարանք stage 2 անենք ու տենց մենք ավտոներ ունենք, որ մի 6-7 տարի քշում են, ոչ մի խնդրեմ չունեն։ Ինքնի նրանից է, որ stage բառը հասկացողությունը ինքը անշոշափելի է, այսինքն դու առնում ես կոպիտ ասես, չգիտեմ, քո ավտոյի համար կապոտ, ինքը լինի օրիգինալ կամ չինական, դու էդի տենում ես։ Իսկ ստեղ սենց է, եթե կա օրինակ 4 չիպ անող, հա, 4-ի ծրագիրն էլ տարբեր է, դու իտագավոյ մեկա տարբերություն զգալու ես, բայց մինչև դու հավասար նաստրոյկա արած ավտոյի չքշես տարբերությունը չհասկանաս, քո համար ոնց որ հարցական է լինելու, հա, այս մարդը ինչով է լավ անում, այս մարդը ինչով է վատ անում, դա մի պունկտն է։ Երկրորդ պունկտը, որ լիքը մարդիկ կան, որ օրինակ այդ որ ոնց ասի քո մեքենայի շարժիչը վերանորոգել ես, էլի stage արած, օքեյ է։ Լիքը մասնագետներ կան, որոնք որ հենց դրա համար խորհուրդ չեն տալի։ Ասում են stage-ը վնաս է, ռեմոնտ արած մոտորը stage չի կարելի անել, ոնց դու գիտես, իմ M4-ն էլ կովկա հավքած է, այսինքն մենք քանդել ենք մոտորը, հավաքել ենք ու տենց լիքը ավտո ունենք, թեկուզ եւ ռեմոնտ ենք արել, ոչ թե տենց ինչ որ կովնի ենք հավաքել ու մինչեւ առ այսօր համարժեքա ռեմոնտ անելուն իրական ռեմոնտն է, որ մարդիկ չեն հասկանում, տես լիքը խնդրեմա լինում է, որ մեքենայի վրա մի հատ խնդրեմ է լինում, չեն կարող գտնեն, ասում են ախպեր հաստատ stage-ից է։ Ասեմ թե լավ հանեցինք, բա որ խնդրեմը չդզվավ։ Այսինքն այդ նրանից է որ մարդիկ չեն հասկանում, չեն խորանում դրա մեջ, մտածում են որ ըհը, հեսա մոտորը հավաքել եմ, ստե մի բան որ նիտո արածել եմ, stage կանեն կփչանա, դրա համար տենց ասում են stage-ը լավ չի, վնաս է, այդ քո ասած այդ որ օդը բան, այդ սախ մենակ արագանալու այսինքն համակարծիք եմ դրան։ Օրինակ ես միշտ որ գալիս է հաճախորդը թեկուզ եւ չգիտի, հա, իրան խորհուրդ եմ տալիս ուղակի ճիշտ վախտին յուղը փոխել, լավ յուղ լցնել, մեկ էլ հնարավորինս չափ լավ բենզին։ Իսկ իմ դեպքում Դավիթ ջան, մի քիչ ուրիշ ձևի է, որովհետեւ ես ինչի համար եմ այդքան վստահացում բենզինի իմ համար, վառելիքի իմ համար այդքան էական չի Հայաստանի պայմաններում, որովհետեւ ես մաքսիմում, երբ որ Իրան ես սպորտային ռեժիմի եմ բերում, 85% սպիրտ եմ լցնում, այսինքն այդ 25% բենզինը 15 Եթե 85-ը չրսնում ես։ Այսինքն այդ 15% բենզինը, որ մնում է մեքենայի բակի մեջ, ինքը միանշանակ էլի լավ է, մինիմում 95-ը մեջը լինում, մյուս այդ 85%-ը սպիրտ է լիարժեք լինում։ Սովորական սպիրտ։ Բժշկական մաքուր սպիրտ, քանի որ Հայաստանում ունենք, հա, բժշկական մաքուր սպիրտ։ Դրա համար ես այդքան վստահ ասում ու իմ փորձից ես բոլորին խորհուրդ կտամ։
այդ կարծրատիպերը, ում մոտ որ մտել է, stage-ը վտանգավոր է, վնաս է, եթե խնդիր առաջան մեքենայի հետ դա stage-ից է, լավ կլինի խնդիրները ման գալ այլ տեղերում, ոչ թե stage-երի մեջ։ Ճիշտ մասնագետի մոտ գալ ու գտնել խնդիրները։ Բացի այդ, հիմա ասենց ասեմ, մասնագետները տարբեր ձև են մոտեցում ցույց տալի մեքենաներին։ Մասնագետներ կա, որ մաքսիմում անվտանգ է այդ կարգավորումները անում։ Մասնագետ կա, որ ավելի լուրջ արդյունքներ է ուզում ցույց տա, բայց այդ անվտանգության շկալա ասվածը ավելի է մոտեցնում ոնց որ պրիձելին, այսինքն մաքսիմումին, որ մի քիչ թույլատրելի չի, իմ կարծիքը դա։ Այսինքն, եթե մեքենան իր ղեկավարող համակարգը ունի դետոնացիայի սենսորներ, որը որ դա ապահովում է թե բենզինի որակը, թե վարորդի որակը, ասենց ասեմ, մեքենան շահագործելու, այսինքն այդ բարձր ապարոտները եւ այլն, թե յուղի որակ այդ ամեն ինչ ինքը հաշվի առնում ու ըստ դրա ինքը կարգավորում է քո մեքենան, հզորությունը, որ դու ավել հանկարծ չսեղմես գազը եւ այլն, ավել հզորություն ինքը իր անիվներին չփոխանցի, այդ դեպքում ինձ թվում է խնդիրներ չեն ունենա։ Այս եկանք այն եզրակացության, որ վառելիքը, ճիշտ ընտրած վառելիքը ազդում է մեքենայի շահագործման երկար կյանքի վրա, այնպես որ մենք խորհուրդ ենք տալի գալֆը, որպեսզի ձեր մեքենան երկար աշխատի։ Ներողություն, մի հատ հարց է մտքովս անցնում, մշտնջենական հարց։ Ես գիտեմ, Կարեն ջան, քո եմը կանգնած է, դու էլ եմ ունես։ Երկուսից ում եմն է ավելի արագ։ Այդ հարցին էսպայն դժվար է պատասխանել։ Սենց ասեմ, արդեն ամեն մեկը ունի ռեկորդ, ճիշտ է։ Հա, ամեն մեկը ունենք մեր ցուցանիշները։ Կարենը առել է անցած տարվա Դրա մասին պետք չի բան անենք։ Ինչ է։ Խոսանք ինչ կարևոր։ Չէ, в смысле, որ իմ M4-ը հավաքել ենք անցած տարվա սկզբում։ Հա, պատմությունը սենց է եղել։ Էսի մոտավորապես իմն էլ Հարութինն էլ, ես երկրորդ տարին արդեն ոնց որ երկրորդը նոր պետք է դառնա, Հարութը ոնց որ M4 ունեցավ, հետո իրանից հետո ես ունեցա, քանի որ Հարութը ուներ արդեն իր անձնական ռեկորդը, դրանից հետո ես ունեցա իմ անձնական ռեկորդը ու տենց ոնց որ Բայց առիթ չի եղել, չէ, որ մրցեք նորմալ իրար հետ, Չէ, առիթ չի եղել, բայց այս տարի կստեղծենք։ Այս տարի կստեղծենք։ Առիթ չլինելն էլ, ովքեր տեղյակ չեն, ասեմ, պայմանավորված եղել նրան, որ մի պահ Հարութի մեքենան պատրաստ չէր մրցույթի, հետո մի պահ Կարենին, հետո եղանակի փոփոխություն, ձմեռը դե չի կարելի այդքան արագ վարել։ Մի խոսքով մենք սպասում ենք Չէ, մի րոպե, Կարենին դա պատրաստ է եղել, ախպեր։ Միշտ պատրաստ է եղել։ Ուրեմն կապեցի։ Մուտինովկա է, բայց հարց չկա։ Կարենը միշտ պատրաստ է եղել։ Ամենայն դեպս սա նշանակում է, որ մեզ մի հատ գժոտ եթեր է սպասում, որտեղ Հարութն ու Կարենը հնարավորություն կունենան գործնական պարզել, թե ում MK-ն ավելի արագ, որ կատեգորիայի 1-ից 100 ու հետո 100-ից 200։ 1-ից 100։ Թե կատեգորիան այդքան էլ կապ չունի։ Էդի կատեգորիա չի, զզվծի հետևից է անգել, արագ հոնն արագ մորթիր, թողոս այս մարդը։ Բայց Կարջան, կարող ես քո այս մեքենայի մասին պատմել, մի քիչ ցույց տալ, ինչ է հիմա ինքը արած։ Ինքը գրեթե գործարանային վիճակ է, մենակ փոխվել է տուրբինը։ Որ թիվ, ինչ մոդել։ 2022 թվականի G82-ը M4 Competition, ինքը X-Drive-ն է։ Այսինքն 4 քաշողն է, բայց հնարավորություն կա դեմ անջատես ուղակի հետևը մենակ լինի։ Դավիթ շեշտ եմ, այդ որ ասցիր վախտին Կարենի ավտոն պատրաստ չէր, դե խփած էր, ջարդած էր, սենց խառասում էի քշենք, ասում էր չէ։ Այդ իմացողները կիմանան։ Բոլորը գործարանային է, Բոլորը գործարանային է, մենակ իրա վրա փոխվել է տուրբինը, կեղտուտ է կապոտի տակը, դաժե վերջի անգամ չեմ հիշում երբ եմ իրա կապոտը բաց է։ Կպարտնես ես ինչերեն, այս շարժիչն է, ավելացրած ինչ մասեր կան։ Իրա վրա գործարանային մենակ փոխվել է տուրբոն, տուրբինը ավելի մեծ, ավելի հզոր տուրբիններ է դրած, ավելացվել է, քանի որ ինքը ունի 6 մխոց, 6 հատ ֆարսունկա ունի, ավելացել է հավելյալ 6 հատ ֆարսունկա, որը որ մի քիչ առաջ ասեցի, բենզինի իմ համար այդքան էական չի, շատ քիչ տոկոս եմ օգտագործում, երբ որ սպորտային ռեժիմում է, 6 հատ էլ հավելյալ ֆարսունկա, որը որ սպիրտ է ներարկում, բենզինի հետ միաժամանակ։
Այնտեղ փոխանցման տուփը գործարանային է, ծրագրային միջամտությունը արած, Կաշի, կովշ, նու այդ ստանդարտ կոնֆիգուրացիաներ են։ Գույնը գործարանային է։ Գույնը գործարանային է, ամբողջովին կարբոնային դետալներով։ Տանիք, քո ռեկորդը ինչքան է, ասա որ Իմ ռեկորդը Հայաստանի պայմաններում մի քիչ առաջ որ շեշտեցի, այդ ծովի մակարդակից որ շատ է քննարկվում, այդ բարդություններով, այդ խոչընդոտներով ես գնացել եմ 2:44 վայրկյան 0-ից 100-ը ու եղանակի մասով էլ ասեմ, եթե եղանակը տաք է լինում, միանշանակ դա օդին էլ է ազդում, ու այդ խոչընդոտները Այսինքն խոնավ եղանակին քշելը ավելի Չէ, խոնավ եղանակին դու ուղղակի գետնեդ շփումը շատ քիչ կլինի։ Չէ, խոնավ, այսինքն որ հագեցած է օդը, ինքը ավելի լավ է, չէ, այրումը կատարում ավելի Եթե եղանակը շատ տաք չի լինում, ավելի լավ է ինքը այրումը կատարում։ Իսկ որ երկրում ինքը ավելի արագ կգնա, որ ասում ես Ծովի Հայաստանի մակարդակից ցածր։ Այսինքն Հոլանդիայում օրինակ։ Ну, եթե օրինակ վերցնենք Վրաստանի օրինակով, եթե Հայաստանում ծովի մակարդակից բարձր մեր ամենացածր կետը 1000 մետրն է, մոտավորապես 850-ից մինչև 1000 մետր տատանվում է։ Վրաստանում դա 400-ից նույնիսկ 300-ից 400 մետր դա Թբիլիսիի մոտակայքում է, ավելի մոտ արդեն Բաթումի, քանի որ ծովը այնտեղ մոտիկ է, ավելի մոտ։ Այնտեղ տարբեր մեքենաների վրա 0.5 մինչև 5 վայրկյան տարբերություն է տալի, թե 0-ից 100, թե 100-ից 200, թե 1.4 Իսկ դու անձամբ ես քո տյունինգը անում։ Հա, անձամբ ես եմ անում։ Ոնց էլի։ Ընկերներ ունեմ, որը որ տեխնիկական միջամտություններ, այսինքն պետքա տուրբին փոխել, կոլեկտոր փոխել, դետալներ փոխել, բայց շարժիչ ամենակարևորը իմ շարժիչը բոլորովին գործարանային է, նույնիսկ իր մեջ որևէ դետալ փոխված չի, ամբողջովին գործարանային, սենց ասած ստոկ վիճակում է։ Այսինքն դու կարդում ես, օրինակ ուսումնասիրում ես ինչ է պետք, այդ մասերը պատվիրում ես, ընկերներդ օգնում են այդ ամեն ինչը փոխում։ Ամեն ինչ, արդեն ծրագրային ապահովում է, ու միջամտություններ լինում են, բայց միանշանակ դա դրսից է միջամտությունները լինում։ Դու անձնապես Tuning կամպանիաներ կան, որը որ զբաղվում են պրոֆեսիոնալ աշխարհով մեկ tuning-ով, նույն ասած stage-ով, որը որ սարքում են աշխարհահռչակ ավտոսպորտի շատ հզոր մեքենաները, ճանաչված մեքենաները ծրագրավորում են հենց այդ կամպանիաների հետ եմ համագործակցում։ Այսինքն ծրագրային միջամտությունները իրենց հետ միասին անում եմ, այսինքն ինչ պետք է լինում, միաժամանակ հասկանում եմ, կարդում եմ խնդիրը, լուծումները վերլուծում եմ, այսինքն խնդիրները միաժամանակ վերլուծում եմ, լուծումները տրամադրում եմ արդեն։ Հասկացա։ Կանան ջան, ինձ թվում է այսօր բավականաչափ խոսեցինք stage-ի մասին, ինձ թվում է մանրամասն էլ իրան վերլուծեցինք ու մեր հարգելի, սիրելի հետևորդներ, դիտողներ։ Մենք այսօր քննարկեցինք, խոսեցինք stage-ի մասին, լավ ու վատ կողմերի, արդյոք դրանք կան, եթե կան, որտեղ են, ինչպես է պետք դրանցից խուսափել, այնպես որ եթե դուք ուզում եք ձեր մեքենան հզորացնել, ունեք ցանկություն, դա հնարավոր է։ Ու կոմպետենտ մարդկանց հետ արժի այս հարցով զրուցել, որպեսզի հետագայում ճիշտ խորհուրդներից հետո ձեր մեքենան ճիշտ tuning արվի, դա կլինի stage 1, stage 2, stage 3, մինչև քանի stage է լինում։ 4, չէ՞։ Չէ, stage ասած այդ քանակը պայմանական է, թե դու ինչ ձևափոխումներ ես ուզում մեքենայի վրա անես։ Առանց սահման stage-էր։ Ինչքան Դու կարաս թե ուղղակի ինչ որ սենց ասեմ, կապոտը փոխես, մեքենայի tuning դետալ դնես, ասես stage եմ արել, բայց դա այդքան էլ տենց չի։ Այդ stage 1, 2, 3 դա հենց այդ տոկոսների մասին էր խոսքը, որ ես մի քիչ առաջ խոսում եմ, այսինքն մեքենան ունի ռեսուրս, որը որ դու գործանից դուրս եկած ռեսուրսը, որը որ զապազ ունի ինքը, ասենց ասած, գործանից հետո զապաս ունի։ Այդ ռեսուրսը օգտագործելու քանակները ավելի շատ կարելի է ասենց մեկնաբանել։ Stage 1, 2, 3 ներուժի բացահայտումն է դա։ Ну, կարելի ասել տենց, բայց եթե դու ավելին ես ցկտում, ավելին ես ուզում, արդեն դա պետքա դետալային շարժիչի փոփոխություն անես, հզորացնես, Ճիշտ յուղ ընտրես, օրինակ մոդուլ։ Մենք մոդուլ ենք ընտրում։ Երկար տարիներ է միշտ մոդուլ եմ օգտագործել, անկախ ամեն ինչի չգիտեմ։ Իսկ մենք այսքանով եզրափակում ենք մեր եթերը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին, մեր գլխավոր հովանավոր Lit Energy-ին, Galf-ին, Motul-ին, մեր գործընկերներին TTH Performance-ին, Garmin-ին, այս հաղորդումը հնարավոր դարձնելու համար։ Ձեզ հետ էր Դավիթ Ռակուրսը, Կարեն Մկրտչյանը, մենք TTH-ում ենք, ունեցանք եթեր մեքենայի tuning-ի մասին, եթե հակիրճ
Դուք բաժանորդագրվեք մեզ Facebook-ում, YouTube-ում, Instagram-ում, որպեսզի բաշխ թողնեք ոչ մի եթեր, մանավանդ եթե սիրում եք մեքենաներ։ Մենք ձեզ ասում ենք մինչ նոր հանդիպում, կհանդիպենք մյուս եթերում։ Կարաջան, շնորհակալություն շատ, փորձով կիսվելու, նաև քո գեղեցկուհի թե գեղեցիկ իրան ոնց է։ Գեղեցկուհու մասին պատմելով ու կիսվելով։ Նայ, դուր եկավ։ Մի անգամից։ Իսկ մենք ձեզ ասում ենք մինչ նոր հանդիպում, հաջողություն։